Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական հայտարարությունները կրկին դարձել են հակասական։ Թեև Բաքուն շարունակ շեշտում է խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի նախագահի եւ մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաների ելույթներում շարունակում են հնչել ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում խաղաղության օրակարգին։ Խոսվում է Հայաստանի տարածքներից վերադառնալու մասին, կրկին շրջանառվում է Զանգեզուրի միջանց գաղափարը, իսկ Հայաստանի հասցեին հնչում են մեղադրանքներ ու նախապայմաններ։ Թեմային այսօր անդրադառնալու ենք Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ զրույցում։ Պարոն Սաֆարյան, նախ շնորհակալություններ ընդունելու համար։ Տեսեք, վերջին շրջանում, ինչպես ասացի, Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք կարծես թե հակասում են օգոստոսի 8-ի փաստաթղթի տրամաբանությանը։ Ձեր կարծիքով, եթե Ադրբեջանը իրականում ցանկանում է գնալ խաղաղության, ինչպես նաև հայտարարում էր նաև այդ երկրի նախագահը հենց Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ, ինչու է հանդես գալիս նման սպառնալիքներով եւ հակասական ուղերձներով։ Բարև ձեզ։ Կարծիք թե Ալիևը չի տեղավորվում, ոչ թե կարծիք թե, այլ հստակ կարող եմ ասել, որ Ալիևը չի տեղավորվում դեպի խաղաղություն եւ դեպի անվտանգային նոր համակարգերի ներդրման գնացող միջազգային ուրեմն տրամաբանության մեջ։ Դա առերևույթ տեսանելի է, բացի դրանից էլ տարիներ շարունակ, ինչու՞ չէ նաեւ ձեր եթերից ես միշտ ասել եմ, որ որպես գործընկերոջ, ասենք երկկողմ հարաբերություններում Ալիևը փորձելու է անընդհատ իր հոխորտալից ոճը ցուցաբերի մի քանի ոլորտներում։ Դա կլինի բանակի հետ կապված, սպառազինության ծախսերի ահռելի աճի հետ կապված, դա կլինի Բաթի Ադրբեջան կամ Վեստերն Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, ուրեմն եզրույթի կիրարկման մեջ, ավելի այսպես ասած փորձի իմպլեմենտատիվ առումով, դա կլինի շուրջ 300,000 ազերի ուրեմն բնակիչների վերադարձը, այսպես ասած Հայաստանի Հանրապետություն եւ կլինի նաեւ ոչ միայն Ալիևի բերանով, նաեւ Միլի Մեջլիսի որոշ պատգամավորների, ինչու՞ չէ նաեւ քաղաքասարակության կողմից առաջ քաշով, որ եթե Հայաստանը գնում է խաղաղության հաստատման, խաղաղության խաչմերուկի ճանապարհով, ապա անպայման պիտի իր երկրի սահմանադրությունը փոխի։ Ես պիտի ասեմ, որ սա նորույթ չէ, ես պիտի ասեմ, որ Ալիևը փորձում է կարծես թե ես ներողություն եմ խնդրում ասել արտահայտության համար, կարծես թե ծնկի բերի Հայաստանի կառավարությանը կամ վարչապետին։ Մանավանդ որ հաշվի առնենք, որ վերջին մի քանի հայտարարություններ մամուլի ասուլիսի շրջանակներում կառավարության ղեկավարը Հայաստանի Հանրապետության փորձում է ավելի մեղմացնի այդ հարթակները, նկատի ունենալով, որ նաև հիշեցնելով, որ եթե կարող է Ալիևը այսպիսի հայտարարություն անել, ասենք Սևանալիճի Գոքչագյոլ անվանելով կամ տարբեր անուններով ադրբեջանական անուններ, դրանք նախ ադրբեջանական տեղանուններ չեն, դրանք մեծ մասը թուրքական եւ պարսկական ծագում ունեն տոպոնիմիկայի առումով, ինչու համար են հարյուրամյակներ շարունակ ունեցել այդ անունները եւ Սևանա լիճը եւ ինչու՞ չէ նաեւ մեր բազմաթիվ բնակավայրեր, որովհետեւ դա մեծ հաշվով արվել է հարկահավաքման տեսանկյունից, անուններ են նշանակել, այնտեղ չեն ապրել ազերի բնակիչներ, հատկապես այնտեղ չեն ապրել թուրքեր կամ ուրեմն պարսկական ցեղեր։ Միակ բանը, որ եղել է 17-րդ դարի վերջին, 18-րդ դարասկզբին, ուրեմն թուրքալեզու պարսկական ցեղերի ներխուժումն է եղել Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Քուրի հարավ-արևելյան շրջանը։ Այնպես որ Ալիևի ամբողջ հռետորաբանությունը սա է։ Ես պիտի ասեմ, որ սա չի կարող անցնել քաղաքական հռետորաբանության, ուրեմն
սահմանը չի կարող հատել դա, քանզի գոյություն ունի միջազգային շատ հզոր գործիքակազմ, առաջին հերթին ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վեհապետություն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կամ արտգործնախարարների ցանկացած հանդիպում, որը տանելու է դեպի որ ամեն հանդիպում կարծեք թե մոտալուտ է դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ տարածաշրջանում նոր համակարգերի ներդրումը, դա միայն գոնե մոտալուտ ապագայում մի քանի տասնամյակներ, չեմ ուզում ասեմ առաջին 100-ամյակ, չնայած դա էլ է տեսանելի, պետք է լինի միայն միջազգային հզոր երաշխավորի, միջազգային մեծ մոդերեյթորի, հանձինս Միացյալ Նահանգների մասնակցությամբ եւ ոչ միայն մասնակցության, այլև վերահսկողության ներքո։ Այսինքն դուք կարծում եք, որ Ալիևի նման բառապաշարին լուրջ վերաբերվել չի կարելի։ Օրինակ նա օգտագործում է օկուպանտ բառը, թշնամի բառը, ինչպես ասացի, Զանգեզուրի միջանցք եզրույթն է օգտագործում։ Չպետք է այդ բառերին որպես պետական քաղաքականության բաղադրիչի ավելի լուրջ վերաբերվել։ Ես կարծում եմ, որ ինչ որ պետք էր ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ղեկավարի եւ նաեւ մնացած գերատեսչությունների ղեկավարների, օրինակ ասենք Արմեն Գրիգորյանի, Արադ Միրզոյանի, հատուկ ծառայությունների ղեկավարների շատ ուրեմն հայտարարություններ կամ նաեւ ուրեմն ակնարկներ վերաբերվում են նրան, որ Ալիևի ասածը դեռևս քաղաքական հռետորաբանությունից այն կողմ չի վերաբերվում, բայց նրանք հասկացնում են, որ պետք է մեզ պետք չի լարված իրավիճակ, պետք է մեղմացնել այդ ամեն ինչը, քանի որ մեր ղեկավարությունը, ես ասեմ, որ այսպես է մտածում, պետք չէ հրահրիչ կամ սադրիչ կերպով արձագանքելով, իսկ ով չգիտի Հայաստանում արձագանքելով ադրբեջանական նարատիվներին, նաև հասկացնում են, որ համարժեք էկվիվալենտ պատասխանի դեպքում հաստատ դա չի խոսում նրանց օգտին։ Այնպես որ ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ արտգործնախարարը կամ մնացած մեր ծառայությունները ի վիճակի չեն պատասխան տալու, ես դա չեմ կիսում, այդ ուրեմն մտայնությունը, ես կարծում եմ, որ եւ ի վիճակի են պատասխան տալու, փաստերը ավելի խոսուն են, ավելի ուրեմն ցցուն են հոգուտ մեզ, բայց ես գտնում եմ, եթե ուրեմն նախ իրենց ասելով չի, որ Սևանը պիտի վերանվանվի Գյոքչա, իրենց ասելով չի, որ իրանք կարող են 300,000 ազերիների անարգել մուտք ապահովեն Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք ավելի զորեղ փաստարկներ, շուրջ 700,000 հայ ժողովրդի ներկայացուցիչների վերադարձը Ադրբեջան, մենք ունենք ավելի փաստարկներ, մեր պատմական հայրենիքի մի մեծ մասի այսօրվա Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելը եւ էլի խնդիրներ։ Եվ դրա համար ասում եմ, մենք պիտի ունենանք այնպիսի միջազգային գործիքակազմ եւ հատկապես վերահսկող կամ մոդերեյթոր այնպիսի պետություն, ինչպիսին Միացյալ Նահանգներն է։ Առաջ գնալով մենք նախադասությամբ ասեմ, որ Ռուսաստանը չի կարող դա ապահովել։ Հստակ կերպով ասում եմ, ով ուզում է սա լսի, ով ուզում է ինչ բան ուզում է ասի, ես ասում եմ ոչ թե ելնելով որպես ես չգիտեմ հակառուս կամ Ռուսաստանի պետության հանդեպ որևէ բացասական ուրեմն երանգավորում ունենալով հայտարարություն անեմ, արտահայտություն անեմ, Ռուսաստանը չի կարող դա երաշխավորել։ Եթե նույնիսկ նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետով հայտարարության 9-րդ կետով նախատեսված այդ կետը կիրարկվեր Ռուսաստանի սահմանադաշնային Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, դա նշանակում էր, որ այդ տարածքը հետ այսու նվեր էր հանձնվելու Ադրբեջանի Հանրապետության, ինչպես որ արվեց Ղարաբաղի դեպքում, Արցախի դեպքում։ Պարոն Սաֆարյան, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները 44-օրյա պատերազմի սկսման պատասխանատվությունը դնում են Հայաստանի իշխանությունների վրա։ Մինչդեռ Երևանը պնդում է, որ պատերազմը դարձել էր հնարավոր, քանի որ խախտվել էր տարիներ շարունակ, խախտվել էր ռազմական բալանսը։ Որն է ձեր գնահատականը, որն էր այդ պատերազմի իրական պատճառը։
Վահագ ջան, ինչի մենակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կամ Ադրբեջանի establishment-ը, նաև Հայաստանի Հանրապետության նախորդ նախագահները եւս բոլորը ասում են, որ պատերազմը սանձազերծվել է Հայաստանի կողմից, պատերազմը սկսվել է կառավարության ղեկավարի ուրեմն սադրիչ արտահայտություններով, հայտարարություններով, որ ես կտրականապես մերժում եմ, պատերազմի սկսելը վաղուց հասունացած է եղել, այլ բան է, որ մեր պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը չի կարողացել ժամանակին կռահի եւ ժամանակին դրանք իրազեկեն հանրապետության կառավարությանը։ Պատերազմը 16 թվականի 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ արդեն այս հետախուզական 4-օրյա պատերազմը լուրջ հող է նախապատրաստում լայնածավալ ռազմական գործողությունների համար։ Պատերազմը նաև սկսվել է 2005 թվականից, 6 թվականից նույն երկրորդ նախագահի ժամանակ, երբ մի քանի միլիարդ դոլարին համարժեք ռազմական սպառազինության առումով Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ, Ռուսաստանի հետ եւ այդ զենքը անարգել կերպով տեղահասել Ադրբեջան, որը ապահովել է նաեւ ազերիների հաղթանակը, դրան հետ մեկտեղ Թուրքիայի մասնակցությունը, Պակիստանի, Իրանի, Իսրայելի զենք մատակարարել, որը ապահովել է պատերազմում Ադրբեջանի հաջողությունները կամ հաղթանակը։ Այնպես որ եթե ասում են մինչև վերջ, թող փակագծերը մինչև վերջ բացեն այդ պատերազմը, նաև այդ պատերազմի արժևը մենք կարող ենք առնել նաև 2018 թվականին, որտեղ կառավարության ղեկավարը ունենալով բացառիկ լեգիտիմություն, հանրային ուրեմն վստահություն, բարձրացված օրինականության մակարդակով, դա ուրիշ բան է, սա լուրջ տեղիք է տալիս, բայց ես պիտի ասեմ, որ սա էլ կարծեք թե թևերի տակ ձմեր դրվեց Հայաստանի կառավարությանը, ասելով, որ քանզի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 19 թվականի Գառնանը կառավարության նիստում ասեց նոր պատերազմ, նոր տարածքներ։ Եվ վարչապետն էլ կարծեմ Միացյալ Նահանգներում հայտարարեց, որ եթե տեղյակ չլինեի դրա մասին, եթե Դավիթ Տոնոյանը այլ բան ասեր, պիտի դրա համար պատասխան տար։ Այնպես որ պատերազմի սկիզբը անխուսափելի էր։ Այս պատերազմը արտոնված պատերազմ էր մեծ տերությունների կողմից, քանի որ դա դիտվում էր որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում։ Ցավոք սրտի այս հարցազրույցի ձևաչափը թույլ չի տալիս ավելի մանրամասն խոսել դրա մասին։ Պարոն Սաֆարյան, վերջին շրջանում շատ քննարկվեց նաև վարչապետի հայտարարությունը սահմանազատման արդյունքում Արցախաշենն ու մյուս օկուպացված տարածքները Հայաստանին վերադարձնելու մասին։ Որոշ վերլուծաբաններ սա մեկնաբանեցին որպես հիմք Տիգրանաշենը կամ այլ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մտադրության համար։ Դուք ինչպես եք գնահատում այդ հայտարարությունը եւ դրա հնարավոր քաղաքական հետևանքները։ Ես գտնում եմ, որ դեռևս վաղ է մտածել Արցախաշենի եւ մյուս ուրեմն տարածքների վերադարձի մասին Հայաստանի Հանրապետությանը, որը մենք կորցրել ենք 1992 թվականին։ Առավել եւս Ադրբեջանը չի պատրաստում դրան։ Ես դա համարում եմ Ադրբեջանի կողմից դիվանագիտական հարաբերությունների մեջ ապակառուցողական մոտեցում, ոչ պատրաստական քայլ։ Գալով ուրեմն մեր շուրջ 250 քառակուսի կիլոմետր Հայաստան Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի մշտական վերահսկողության ներքո գտնվելու փաստին, ապա ես պիտի ասեմ, որ պարտադիր կերպով, եթե գնում ենք հայելային սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների, այլ տարբերակ լինել չի կարող, այլ տարբերակ, ընդհանուր նաեւ այսօր էլ ես պիտի ասեմ Բերքաբեր գյուղի հատվածում Ջողազի ջրամբարի այդ 800 հեկտարը, չէ, Սարի գյուղի ներքևը այդ 800 հեկտարից կարծեմ դեռևս գրեթե ոչինչ շատ քիչ բան է վերադարձվել, եւ ես գտնում եմ, որ ինչու համար ես դա դիտում եմ միջազգային հզոր գործիքակազմի տվյալ պահին Միացյալ Նահանգների եւ եվրոպական կառույցների մոդերատորության եւ ուրեմն վերահսկողության ներքո
այլ տարբերակ այս պայմաններում ես բացառում եմ։ Մի բան ես չեմ բացառում։ Ինչքան էլ Ալիևը այսօր հոխորտում է, որ մենք ունենք այսպիսի սպառազինություն, այսպիսի բանակ, վերջերս էլ, քանի որ ես նրանց կայքերը մեկ-մեկ նայում եմ, քանի որ եւ Իրանի արտաքին գործոց նախարար եւ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուզաֆար Դեմիրյոլուն հայտարարեց, որ Ադրբեջանը երբ որ ազդագրեց իր տարածքները օկուպացիայից, հեռանկարներ են բացում հետագա լուրջ միջպետական համագործակցության համար, իսկ Ռուսաստանի Դաշնության վերջին երկու դեսպանները Բաքվի, հատկապես ուրեմն Բորտնիկովը, որին փոխարինեց Եվդոկիմովը Միխայել, այցելելով Արցախի Հանրապետություն կամ Ղարաբաղ, հայտարարում են, որ նոր հեռանկարներ է բացվում Բաքվի հետ հարաբերությունների համար։ Ես գտնում եմ, որ մենք պիտի շատ զգույշ լինենք, մենք նաև պիտի պարտադիր կերպով պայմաններ առաջադրենք մեր երկրում տեղակայված դեսպանատան ղեկավարներին, հատկապես Ռուսաստանի դեսպանին, եւ նրանք պիտի ունենան, այսպես ասած, այլ կարգավիճակ, այսինքն նրանք, քանի որ այսօր էլ պարզից էլ պարզ դառնում է, որ նրանք զբաղված են 5-րդ Շարասյանը կերակրելով, գործակալական ցանցին կերակրելով, նրանց պիտի ուրեմն այսպես զուտ շենքային պայմանների աշխատանք դրվի նրանց վրա, այլ բան նրանց չպիտի թույլատրել, որովհետև իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանզի ռուսական գործակալական ցանցը այստեղ ամեն կերպ փորձում է ապակայունացնել երկրի իրավիճակը, առավել ևս որ գնում ենք դեպի 2026 թվականի համապետական ընտրությունների, իսկ դա երկրի նախորդ բոլոր ղեկավարների համար, ներառյալ նաև հայ եկեղեցու վերնախավի համար, որը արդեն դարձել է գործիքակազմ եւ Ռուսաստանի ձեռքին, այդ է վկայում նաև Սրբազանի համայն Ռուսիո ներողություն Մոսկվայի եւ Նոր Նախճեվանի թեմի առաջնորդի Էզրա Սրբազանին պատվոնշան շքանշանով Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից պարգևատրումը, այդ է վկայում նաև ուրեմն օրերս նոր ակտիվությունը, որը կարող է տանել դեպի ուրեմն վրեժխնդիր կերպով նոր ագրեսիաների օրինական կառավարության դեմ, ընդհանուր մինչև տեղական ընտրություններ եւ այլը, որը կարծեք թե արդեն նշмарվում է օր-օրի ավելի հստակեցվում նրանց գործունեությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանն էր։